Դիանա Գրիգորյանի «Վերջին զանգը» սերիալի շուրջ ստեղծված սպասումը վերջին օրերին հասել էր գագաթնակետին։ Սերիալի ստեղծագործական թիմն ավելի վաղ պաշտոնապես խոստացել էր, որ դեկտեմբերի 29-ին և 30-ին հեռուստադիտողները վերջապես կտեսնեն երկար սպասված վերջին սերիաները։ Այդ օրերը շատերի համար դարձել էին իսկական օրացույցային նշում։ Սոցիալական ցանցերում ակտիվ քննարկումներ էին, ենթադրություններ, զգացմունքային գրառումներ ու հրաժեշտի խոսքեր։ Սակայն իրականությունը բոլորի համար անսպասելի էր։ Հեռուստադիտողները երկար սպասեցին էկրանների առաջ, բայց խոստացված սերիալներն այդպես էլ չցուցադրվեցին։ Սա մեծ հիասթափություն առաջացրեց հատկապես այն մարդկանց մոտ, ովքեր ամիսներ շարունակ ապրում էին այս սերիալների հերոսների կյանքով, անցնում էին նրանց ցավի, սիրո, կորուստների ու հաղթանակների ճանապարհը։ Շատերի համար «Վերջին զանգը» պարզապես սերիալ չէր, այլ ամենօրյա սպասում, հուզական կապ, ընտանեկան երեկոյի մի մաս։ Մինչ այս պահը պաշտոնական պարզաբանում չի հնչել, թե ինչն է դարձել ցուցադրության հետաձգման պատճառը։ Չի բացառվում, որ պատճառը տեխնիկական խնդիրներն են, ծրագրային փոփոխությունները կամ վերջին պահի մոնտաժային աշխատանքները։ Բազմաթիվ հեռուստադիտողներ ենթադրում են, որ ստեղծագործական թիմը պարզապես ցանկանում է վերջին սերիաները ներկայացնել առավել կատարյալ տեսքով, առանց շտապողականության, քանի որ խոսքը սերիալի ամբողջական ավարտի մասին է։ Ըստ շրջանառվող տեղեկությունների, մեծ հավանականություն կա, որ «Վերջին զանգը» սերիալի վերջին երկու սերիաները կցուցադրվեն արդեն վաղը։ Սա նշանակում է, որ սպասումը մոտենում է ավարտին, իսկ երկար ճանապարհ անցած պատմությունը վերջապես կունենա իր վերջակետը։ Հենց այդ սերիալներում պետք է պատասխան ստանան բոլոր այն հարցերը, որոնք ամիսներ շարունակ հուզել են հեռուստադիտողներին՝ ով ում հետ կմնա, ով կվճարի իր սխալների համար և արդյոք սերը վերջում կհաղթի։ Իսկ սերիալի ավարտից անմիջապես հետո հեռուստադիտողներին սպասվում է ևս մեկ հետաքրքիր դիտում։ Հնարավոր կլինի դիտել ֆիլմի մասին ձևաչափով հատուկ նախագիծը, որտեղ կբացվեն կուլիսային մանրամասներ, դերասանների հույզերը, նկարահանման դժվարությունները և այն մեծ ճանապարհը, որը թիմը անցել է ամիսներ շարունակ, գրեթե գիշեր-ցերեկ աշխատելով։ Սա կլինի ոչ միայն հրաժեշտ սերիալին, այլ նաև շնորհակալության յուրօրինակ խոսք թե դերասաններին, թե սցենարիստներին, թե ամբողջ ստեղծագործական թիմին։ Մի բան հստակ է՝ «Վերջին զանգը» սերիալի ավարտը լինելու է հուզիչ, քննարկվող ու երկար հիշվող, և անկախ մի քանի օր ուշացումից, այն զգացմունքները, որոնք սերիալը պարգևել է հեռուստադիտողին, արդեն իսկ խոսում են մեծ ու հաջողված նախագծի մասին։ Դիանա Գրիգորյանի «Վերջին զանգը» սերիալն ավարտվում է։ Այն ավարտվում է նուրբ, բազմաշերտ, քան թվում էր սկզբում։ Վերջին սերիաներում պարզվում է, որ Հենդոն չի մահանում, չնայած նրա ինքնազգացողությունը վատացավ։ Նրա ծանր հոգեվիճակը, ինքնախարազանումը, կնոջ նկարի առաջ խոստովանությունները դառնում են ոչ թե ավարտ, այլ շրջադարձային կետ։ Հենդոն առաջին անգամ իսկապես ընդունում է իր սխալները որպես հայր, որպես մարդ։ Նա հասկանում է, որ տարիներ շարունակ իր լռությամբ, կոշտությամբ ու վերահսկելու մոլուցքով ոչ թե պաշտպանել է Միքայելին, այլ կոտրել։ Նա հասկանում է, որ այլևս հնարավոր չէ ոչինչ փոխել, և հենց այդ գիտակցում է, որ նրան կենդանի է պահում։ Հենդոն ապրում է այս անգամ ոչ թե իշխելու, այլ ուղղելու և գոնե մասամբ քավելու իր մեղքերը։ Ամենաուժեղ ու հիշվող պահերից մեկը դառնում է Լիլիթի կրակոցը։ Խելագարության վերջին փուլում նա կրակում է Միքայելի ուղղությամբ, բայց հենց այդ պահին Միքայելը բառացիորեն իր վրա է վերցնում կրակոցը։ Սա դառնում է ոչ միայն ֆիզիկական, այլև բարոյական գործողություն։ Միքայելն, ով տարիներ շարունակ եղել էր մեղադրյալ, մեղավոր, կասկածի տակ դրված կերպար, այդ պահին ապացուցում է ինքը կարող է պաշտպանել, կարող է զոհվել, կարող է կանգնել վտանգի առաջ առանց վախի։ Այդ կրակոցը փոխում է ամեն ինչ։ Միքայելը ներվում է ոչ միայն իրավական իմաստով, այլ ամենակարևորը՝ մարդկային։ Ներում են նրան նրանք, ովքեր տարիներ շարունակ չեն կարողացել մոռանալ անցյալը, ներում է նրան Աննան, ներում է նրան Հենդոն, և առաջին հերթին ինքն է ներում իրեն։ Այդ պահից հետո Միքայելն այլևս նույն մարդը չէ։ Նա մաքրվում է իր մեղքերից ոչ խոսքով, այլ արարքով։ Լիլիթը հակառակը, վերջնականապես կորցնում է ամեն ինչ։ Նրա
կերպարը դառնում է ողբերգության մարմնացում, կին, ով չկարողացավ հաղթահարել վախերն ու ցավը և ընտրեց ոչ թե բուժումը, այլ կործանումը։ Նրա ճակատագիրը դառնում է ծանր, բայց տրամաբանական ավարտ, որպես նախազգուշացում, թե ինչ է լինում, երբ ցավը չի բուժվում, այլ սնվում է ատելությամբ։ Աննայի ու Միքայելի միությունն այս ֆոնին ստանում է լրիվ այլ իմաստ։ Սա ոչ թե պարզ սիրային հեփի էնդ է, այլ գիտակցված ընտրություն անցյալի բոլոր վերքերով հանդերձ։ Աննան մնում է Միքայելի կողքին, որովհետև տեսնում է նրա փոփոխությունը, նրա պատրաստակամությունը պատասխան տալու և ապրելու այլ կերպ։ Սերիալի վերջին շրջում, երբ կրակոցների աղմուկը լռում է, վերջին զանգը վերածվում է խաղաղության մասին պատմության։ Սեր, որը հաղթել է բռնությանը, ներում, որը ուժեղ է վրեժից։ Եվ հենց այստեղ է սերիալի ամենակարևոր ուղերձը. մարդուն կարող են կոտրել, մոլորեցնել, մղել սխալների, բայց եթե կա զղջում, զոհաբերություն ու սեր, վերջին զանգը միշտ չէ, որ վերջն է։ Վերջին զանգը սերիալի ավարտը գալիս է ոչ թե որպես սովորական եզրափակում, այլ որպես երկար ճանապարհի տրամաբանական հանգուցալուծում՝ լի ցավով, կորուստներով, ներողությամբ ու սիրով։ Վերջին սերիաներում